Բարի բոլորին, շնորհակալ ծնունդ։ Պարոն Հովհաննիսյան, նախ 2026 թվականի ձեր բարեմաղթանքը կխնդրենք այսօրվա հետ կապված ձեր խոսքը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեր տոնակատարություն է ոչ քրիստոնեական աշխարհում, նաեւ մեր եկեղեցում։ Այսօր լցում ենք հավատով, հանձնարարությամբ, անգամ այս ամենադժվարին պայմաններում սիրով եւ այդ մեծ հույսով, որ մենք կտեսնենք ավելի բարի օրեր Քրիստոսի ծննդին արժանի վարք քաղաքացիների, մարդկության եւ առաջի երթին Հայաստանի Հանրապետության կողմից։ Շնորհավորում եմ բոլորին։ Պարոն Հովհաննիսյան, ամեն դեպքում հունվարի 4-ին Փաշինյանը եւ 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին։ Ինչ եք կարծում, ինչի համար դա եղավ եւ ինչ կարծիք ունեք դրա մասին։ Ես ստիպված արտահայտվեցի այդ կապակցությամբ 3 երկդողով այդ գրարման ոգին ասպես կրկնելով ասեմ, որ ես անձամբ եւ կարծում եմ մեր ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում այլևս բարոն Նիկոլին որպես վարչապետ ինքը ամենօրյա խախտման մեջ է դավաճանման մեջ է իր սեփական երդման որպես վարչապետ առ ոչինչ է անվավեր է իսկ սրբազանները կարծելով ինքներինց համոզելով որ աստվածադուր առաքելության մեջ են ինչ որ բան նորոգելու մոռացել են սեփական բարեվարկության կանոնները եւ ուղղակի այդ մի իշխանիկի ձերքի գործիք են դարձել կապ չունի ինչ պատճառներով հիմա չգիտեմ հավանականությունը մեծ չէ իհարկե բայց այդ 10-ից քոնե մեկը դրանցից գեսը ինձ լավ ծանոթ են պիտի կարողանա գտնել այդ բարոյական ուժը այդ քաղաքացիական քաջությունը մի քիչ հետ դանելու էս իրենց վարկը եւ հասկանալու որ այդ ուղին որ իրենք բռնել են բիղձը ոչ միայն աստվածապանական առումով, այլ մարդկային եւ ամենօրյա վարքի առումով։ Ես կարծում եմ, որ կապ չունի այնտեղ փող է սեփական հետաքիծը թաքցնելու, ինչ որ իրենց ունեցվածքը արդարացնելու, իրենց ներքին կյանքը սկողելու նպատակ ունի, բայց այդ փարամոլությունը մեծամտությունը, ինքնահավանությունը, որը վարակել է շատերին եւ ցավոք սրտի այդ հոգեվորականներին, քոնը պիտի մի հատ բացառություն տեսնի։ Եթե այդ 10-ը շարունակեն որպես 10 խորացնել իրենց վարքը, իրենք այդ չվարչապետի հետ պիտի մտնեն մեր աբակա բադմակրության մեջ, որպես նզովքներ, որպես ոսոխներ հայ ժողովրդի։ Պարոն Հովհաննիսյան, այսինքն չեք բացառում, որ նրանց նկատմամբ գուցե կոմպրոմատներ կան կամ դրանց ստիպում են գուցե այդ քայլերն անել։ Նշեմ նաև, որ այսօր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդն է նաև միացել նրան եւ ըստ էության դրանք արդեն 11-ն են։ Գիտեք ինչ, իրենց անձնական կյանքի մասին ես չգիտեմ, մեկը գնոջի հետ, մյուսը տղայի հետ, մեկը փողի համար, բոլորն ալ խորանադավ են դարձել ցավոք սրտի հնարավոր է որ իրենց ծառայության ընթացքին կաթողիկոսի հետ լարումներ ունեցել են անձնական խնդիրներ ունեցել են վեապարը որոշումներ է կայացել որ իրենց հարմար չէ ձեռնտու չէ ես ինքս կարող եմ որոշ բողոք ներկայացնել այս կամ այն կաթողիկոսի վարքի բաղով թեկուզ իմ քաղաքացիական գործունեության բաղով նայելով դեպի անցյալ բայց դա որևէ մեկին արդարացում եւ իրավունք չի տալիս մտնել եկեղեցու ասպարեզ ոստան եւ փորձել դրսից մանավանդ որպես պաշտոնյա երկրորդը որպես այդ
մեր եկեղեցուն զարայող հոգևորականներ բահանջը սա կամ սա կամ թող մնան եկեղեցու մեջ եւ փորձեն բարեփոխել ներսից կամ թող իրենք այդ բոլորը միասին այդ բարոն Նիկոլից մինչեւ հոգևորական ինքնական կարգալույց լինեն հետո թող որպես քաղաքացիներ իրենց պայքարը դանեն դա իրենք իրավունք ունեն ոչ մեկը չի ժխտում այդ իրավունքը բայց դանել այս շատ դժոխային բարակման հարցականի տակ դնել մեր հազարամյա արժեքը, ազգի միասնությունը, մեր վաղվա օրը ուղղակի սա անընդունելի է այն էլ Սուրբ Ծննդյան նախաշեմին, որը ցույց է տալիս ամբողջական արհամարանք մեր ժողովրդի ազգի եւ պետության նկատմամբ։ Սա հարցակում է ոչ միայն եկեղեցու նկատմամբ, սա ոտնսկություն է մեր պետության եւ սահմանադրական կարգի հանդեպ եւ վաղը մյուս օրը արդեն ուշ կլինի այս օրն է որ իրենք լավ պետք է մտածեն ով իրենցից մեջից մեկը թեգուզ ճանապարհ պիտի բացի դեպի զադիկ, դեպի հարություն, դեպի ինքնամաքրում բոլոր դեպքերում սա այսօրվա իրականությունն է, այո։ Եկեղեցի պետություն լարված հարաբերությունների այս հանգուցալուծումի վերջը ինչպես եք տեսնում, ինչ լուծումներ կան, ինչու չեն գտնում երկու կողմերում այդ լուծումները։ Ես չէ որ դա պիտի որոշեմ առաջիկա գործընթացների արդյունքում, եթե հայ ժողովուրդը այդպես կամենա, եւ կարծում եմ լուր մեծամասնությունը թեկուզ այդպես է կամենում, պիտի լինի այս իշխանախմբի փոփոխություն, իրենց հետ ուրեմն ընդդիմության փոփոխություն, մեր ներսի փոփոխություն եւ վերանորոգում, եւ դրան զուգահեռ նաեւ այս ահազանգի հետքերով նաեւ եկեղեցու բարեփոխում, բայց ներսից կանոնադրական վերափոխում, ոչ թե դրսից հրահանգված, այդ դուրսը լինի Հայաստանի Հանրապետության իշխաններ, Թուրքիայի վարչապետ, ով խոսում է կաթողիկոսի իր տեխնացուի մասին արդեն, կամ մտածում է թեկուզ, ուզում ասեմ, մենք պիտի բացառենք այդ հնարավորությունը, որ ժամանակին ֆանտաստիկ կթվա, բայց հիմա արդեն կարելի է մեր խելքին բարգում է, որ չի բացառվում, որ մի օր եթե թույլ տանք այս ընթացքը, այսօրվանից սկսած, որ ոչ միայն Հայաստանի վարչապետը, այլ կաթողիկոսը, այլ Հայաստանի Հանրապետություն քաղաքացին կորոշվի այլ երկրում, այլ մայրաքաղաքում։ Եվ դա ամենաահավոր անեծքը կլինի մեր ժողովրդին։ Պարոն Հովհաննիսյան, արդյոք Նիկոլ Փաշինյանի այս կոչերը, հայտարարությունները չեն տանում պառակտման ու հնարավոր է համարում քաղաքացիական բախումներ։ Ես գտնում եմ, իրեն այլևս չեմ ճանաչում, չեմ ներգնում, բայց յանելով ձեր հարցի իրականությունից, ասեմ, որ այո, համաձայն եմ ձեզ հետ։ Այդ ամեն ինչը իրենց բախվածքից անպատասխանատու ինքնակրիստոս իրենց հանգամանքից չի բացառվում։ Եվ դրա համար մենք այսօր պիտի ասենք, որ հայտնությունը Քրիստոսին է, իսկ ով ինքնակրիստոս է, լինի Հայաստանում թե արտասահմանում, ինքը պետք է անեյանա։ Շնորհակալություն։ Ժանտվել են բադարակի 10-ից 11-ը։ Ասել անկեղծ ասած, բայց ենթադրում եմ 10-ից 5-ից։